Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում սցենարիստ, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանն է։ Ողջույն, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես ինչպես միշտ Ռոզի Ավետիսովաս։ Իմ տաղավարում այսօր կզրուցենք սցենարիստ, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի հետ։ Ողջույն, Ռուբեն։ Ողջույն, Ռոզի։ Շատ շնորհակալ եմ, որ հրավերես չմերժեցիր։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Թվով երրորդ գրքի շնորհանդեսը վերջերս եմ ասում, որ մի քանի ամիս առաջ էր, բայց վերջերս։ Ինչով տարբերվեց երրորդի շնորհանդեսը նախորդներից եւ ինչ ապրումներ դու ինքդ ունեիր։ Ոչ մի բանով, որովհետեւ ամենատարբերվողը առաջին գրքի շնորհանդեսն էր, քանի որ առաջինն էր, քանակությունը քիչ էր, քիչ նկատի ունեմ համեմատած երկրորդ ու երրորդի, թե չէ այդ դեպքում էլ էր շատ մարդ եկել, բայց երեք գրքերի շնորհանդեսներն էլ շատ լավ են անցել, շատ մեծ աժոտաժ, շատ մեծ արձագանքներ ու մեծ դժվարությամբ ենք կազմակերպել, քանի որ առաջին անգամ էին այդ մասշտաբի գրքի շնորհանդես կազմակերպում մեր երկրում եւ մենք են գոհ եւ կազմակերպիչները կարծում եմ դեռ շատ կունենանք նման օրինակներ։ 3 փուլով, եթե չեմ սխալվում, այո, երկրորդ գրքի շնորհանդեսի դեպքում այնքան մեծ էր քանակությունը մարդկանց, որ մենք վերցրեցինք միջոցառման անցկացման վայրը Մարզամերիկային Համալիրը, բայց էլի չէին տեղավորվում ու մենք ստիպված 3 սեանս արեցինք մեկ օրվա մեջ, 2 ժամ տևողությամբ, ամեն մեկի արանքում 1 ժամ դադար, այդպես կարողացանք բոլորին տեղավորել ու շատ տպավորիչ էր, մինչև օրս այդ նույն էմոցիաներով դեռ շարունակում եմ գրել։ Ինչ զգացողություններ ունես, երբ հասկանում ես, որ Հայաստանում ամենահայտնի ժամանակակից գրողն ես։ Փորձում եմ չմեծամտանալ, որովհետև նման ցուցանիշները ինչ որ բանի ամենան լինելը շատ հաճախ կարող է հանգեցնել մեծամտանալու կամ ինչ որ մարդկանցից, թեկուզ քո գոլեգաներից քեզ բարձր դասելու, բայց ինձ համար այդպես չի, ես միայն ուրախ եմ, երբ որ լսում եմ իմ գրքի հաջողություններից հետո շատ երիտասարդներ սկսել են գրքեր գրել ու շատ հաճախ հենց այն ժանրում, որում ես եմ գրում, ես երբեք չեմ ասում, հեսա կգան իմ հաջողությանը կանցնեն կամ տենց ինչ-որ մտքեր, քանի որ ինձ համար շատ ուրախալի է իմանալ այդ փաստը, իմանալ, որ համ կոնկուրենցիա է ձևավորվում, համ բազմազանություն է ձևավորվում, քանի որ մեր գրականությունը ցավոք շատ քիչ, շատ սակավ ժանրեր ունի, մի քանի ժանր կարելի է թվարկել ուղղակի 2-ից 3 նույնիսկ, բայց աշխարհում կան բազմաթիվ ժանրեր, որոնք մի քանի տասնյակի են հասնում եւ ես շատ կուզեմ, որ մեր հայ գրականությունը այդ ժանրերի գունապնակը, այսպես ասած, ունենա եւ դա միանշանակ կլինի, երբ որ շատերը սկսեն գրել։ Ես ուզում եի քեզ այդ հարցը տալ, ի՞նչն է պատճառը, որ մենք ամեն դեպքում այդ քո նշած ժանրերը չունենք, ունենք 2-3 ժանր։ Պատճառները մի քանիստ են, բայց ըստ իս հիմնական պատճառը դա եկել է նախորդ դարերից, քանի որ մեր գրողները ունեցել են գերնպատակ ազգին որևէ բան սովորեցնելու գաղափարապես, որպեսզի մենք միասնական լինենք, որպեսզի տարբեր գաղափարների հետնորդ լինենք, տարբեր հայրենասիրական կոչեր են եղել, դրա համար էլ ամեն դեպքում ազգապահպանման խնդիր ենք ունեցել եւ դրանից էլ ծնվել է նաեւ մեր գրականությունը։ Եկել, որ հիմնական ունեցել ենք դրամա ժանրի եւ հայրենապատմավեպերի բազմաթիվ գործեր եւ ճունենք օրինակ հոգեբանական թրիլեր, բայց ինչ որ փորձեր եղել են կամ ինչ որ բաներ եղել են, օրինակ Վախթանգ Անանյանի Հովազաձորի գերիներ վեպը, դա հենց կարելի է համարել ոչ մի այլ ժանրի չպատկանող, այլ հենց բուն արկածային գրականություն, որը նույնպես մեր գրականության մեջ շատ քիչ է պատահում, որ մենք արկածային ժանրի որևէ վեպ ունենանք, բայց օրինակ Դայակամ Հովհաննես Թումանյանը հենց սարսափ ժանրի հեքիաթներ է ժամանակին գրել ու իրեն էլ էին այն ժամանակ քննադատում, թե ինչպես երեխաների համար վախենալու բաներ գրում, բայց ամեն դեպքում Թումանյանի հեքիաթները անփոխարինելի են, թերևս ոչ միայն մեզ համար, այլ նաև ամբողջ աշխարհում կարծում եմ մեծ արժեք են ներկայացնում։ Այսպես մի քանի փորձեր են եղել, բայց ընդհանուր առմամբ այո, մեր այդ ազգի եւ մեր անցած ճանապարհի հետևանքն է եղել են, որ մենք ունենք ընդամենը 2-ից 3 ժանր։ Իսկ ընտրել սարսափ ժանրը քո կողմից
դա մարքեթինգային քայլ էր նաև, որովհետև այդ ժանրի մեջ չունենք, թե դու ամեն դեպքում հակված ես նաև ինքդ սիրում ես այդ ժանրը եւ քո հատուկ վերաբերմունքն է։ Ես երբեք չեմ անում որևէ բան, եթե դա չեմ սիրում, նույնիսկ եթե դա շատ մեծ մարքեթինգային հաջողություն է ինձ բերելու։ Հետևաբար ես ընտրել եմ այդ ժանրը հենց երկու պատճառով, մեկը որ չկար մեր գրականության մեջ, որովհետև ես ուզում էի հայ հերոսներով նման վեբ կարդալ, բայց չկար։ Ուզեցի ստեղծել եւ բնականաբար իմ ամենասիրելի ժանրն է, ոչ միայն սարսափ, այլ դրան հարող մյուս ժանրերը, թրիլերը, միստիկան, դետեկտիվը, իմ 3 գրքերն էլ նույնիսկ մաքուր սարսափ համարել չի կարելի, որովհետեւ օրինակ մաքուր սարսափը Սթիվեն Քինգը, բայց ինձ մոտ ավելի միստիկ թրիլեր է այդ ժանրն է ու ես փոքրուց նայել եմ այդ ժանրի ֆիլմեր, ինձ անընդհատ գրավում են բոլոր այն ֆիլմերը, որոնք շատ անսպասելի ավարտ ունեն, որ ես հասկանում եմ, որ սցենարիստը շատ խելամտորեն է ինձ խաբել կամ գրողը, եւ դա բոլորին է դուր գալիս։ Հիմնականում մարդկանց հոգեբանությունը այնպես է ստեղծված, որ երբ որ ինչ-որ մի բան անսպասելի է ավարտվում կամ այնպես է ավարտվում, որ դու չէիր պատկերացնի, դա միշտ մնում է քո մեջ այդպես մեծ էմոցիաները, որոնք դու այդ պահին ապրում ես, դրանք շատ երկար մնում են, դրա համար էլ շատ հայտնի ֆիլմեր կան այդ ժանրում, թեկուզ հենց Դիկապրիոյի Օստրով Պրոկլյութի հետ ամենաներից է այդ ժանրի, որ մինչև այսօր մարդիկ քննարկում են, թե այդ ֆիլմի ավարտը ինչա նշանակում է, վերջո ու չկա եւ որ տարբերակն աստ իրենց։ Այս ժանրում է գրել Էդգար Ալան Պոն, Էդգար Ալան Պոյի գործերի վրա բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, հետո Ագաթա Քրիստին, Արթուր Կոնան Դոյլը, հայտնի Շերլոկ Հոլմսը իհարկե բոլորի սիրելի, կարծում եմ այս ժանրը շատ կենսունակ է մեր երկրում, քանի որ մենք ուղղակի չունենք եւ պետքա զարգացնել ու ինչքան շատ լինի, այնքան մարդիկ ավելի մեծ, այսպես ծածկագությամբ են կարդալու։ Իսկ կա մեկ այլ ժանր, որին դու նույնպես կուզեիր անդրադառնալ եւ գուցե ինչ-որ կոնտրաստային ժանր է։ Դրամայում եմ ուզում ինչ-որ մի բան գրել մի օր, բայց դա մոտ ապագայում չի լինի, քանի որ կարծում եմ լավ դրամա գրելու համար շատ պետք է ուսումնասիրել, հատկապես ես հիմա, երբ որ սկսում եմ ինչ-որ գիրք գրել, մինչև այդ 2 հատ այդ ժանրի գիրք եմ կարդում առնվազն ու թրիլեր եմ կարդում, որտեղ իհարկե կան դրամատիկ գծեր, բայց ընդհանրապես իրենց այս դրամա անվանել չի կարելի, կոպիտ ասած չեմ հասցնում դրամա կարդալ, քանի որ կարդում եմ այն գրքերը, որոնք ինձ կօգնեն հետագայում գրել այդ ժանրում գրքեր, բայց մի օր կանրադառնամ դրամային, ուզում եմ տենց շատ ուժեղ ինչ-որ գործ գրել այդ ժանրում։ Իսկ քո գրքերի հաջողությունից հետո, հատկապես առաջինի հաջողությունից հետո, քեզ որպես սցենարիստ առաջարկները շատացան։ Շատ էին դիմում ֆիլմերի համար։ Դե քանի որ մեր երկրում սցենարիստի պահանջարկը այնպես չի որ մեծ է, այսինքն այնպես չի տես ամեն օր գեղ ֆիլմեր են արտադրվում, ու հատկապես մենք տեսնում ենք, որ գեղ ֆիլմերը հիմնականում մեր երկրում, որոնք ստեղծվում են, դրանք հիմնականում են կոմեդիա ժանրում, չնայած ես որպես սցենարիստ առաջին 2 տարին հենց հումորի ժանրում եմ ստեղծագործել, Հովհաննես Դավթյանի մոտ էի աշխատում ու մոտ 2 տարի եղել եմ իր ստենդափերի սցենարիստներից մեկը, բայց հետո արդեն սկսեցի ստեղծագործել ավելի շատ այն ժանրում, որում ես սիրում եմ։ Որպես սցենարիստ առաջարկները իհարկե եղել են, բայց ես հիմնականում, քանի որ տեսնում եմ, որ ես կարողանում եմ արդեն իսկ ռեալիզացնել հենց սցենարները, որոնք ես գրում եմ, դարձնում եմ գիրք, հիմա արդեն նաև գնում ենք դեպի ֆիլմ, կոպիտ ասած դրանք պահում եմ ինձ, եթե ինչ-որ մեկը ինձնից սցենար է ուզում, ես ունեմ լավ գաղափար, ես դա չեմ տալիս ինչ-որ մեկին, փորձում եմ ես անել, եթե հասկանամ, որ ես լավ չեմ անի, դա որակով չեմ անի, նոր կմտածեմ ուրիշի համար սցենար գրելու մասին։ Իսկ եթե լինի այդպես ասած շոուի դա առաջարկ 8-10 էպիզոդով, որը որ ունի օրինակ Netflix-ը, հա։ Ես նաև, հա, իհարկե, ես ինքս հանդիսանում եմ կինոդարանի ամբասադոր, իրենց հետ աշխատում եմ ու կինոդարանի հետ ունենք այդպիսի մի հատ նախագիծ, որը հələ տենց սաղմնային փուլում է, բայց մի քանի մասանոց, բազմասերիանոց ֆիլմ ուզում ենք ստեղծել, էլի միստիկ ժանրում, այդ ժամանակ արդեն full սցենարիստ կլինեմ ես այդտեղ։ Իսկ մի այսպիսի էլի քո ներսին վերաբերող հարց տամ։ Պատասխանատվության ճնշումը, որ գալիս է հաջողությունից հետո, դու դա ինչպես ես հաղթահարում։ Կարծում եմ դրա լավագույն հաղթահարելու միջոցը անել մի բան, որը առնվազն չի զիջում նախորդին։ Փորձել այնպես անել, որ լինի լավը, քան նախորդը, բայց գոնե չզիջի նախորդին։ Սա կարծում եմ այդ պատասխանատվությունը
պատասխանատվության հանդեպ պատասխանատվությունը, երբ որ դու ունես սեփական քո իսկ նկատմամբ, կարծում եմ դա բավարարելու համար հենց ավելի լավ բան ստեղծելն է, մինչև քո ստեղծածը ինչ ստեղծել ես ավելի լավը, ու պետքա ձգտել ավելի լավին, որպեսզի գոնե լինի համարժեք։ Մենք ամեն դեպքում ապրում ենք մի ժամանակ, որ ճիշտ մարքեթինգը դու ինքդ ես, չէ՞, ասել կարծեմ հարցազրույցներից մեկում, որ մարքեթինգը միշտ հաղթում է։ Այո։ Ես ուզում եմ հարցնել, ունենք մենք ժամանակակից լավ հեղինակներ, որոնք վատ մարքեթինգի պատճառով ծանոթ չեն հանրությանը կամ լավ չեն վաճառվում կամ չունեն ընթերցող։ Միանշանակ ունենք, ես շատ-շատերն եմ ճանաչում մեր ժամանակակից գրողների, ինչի ունենք այդ խնդիրը, քանի որ շատ հաճախ իրենք չեն օգտվում այն հնարավորություններից, որը տալիս է մեզ ներկայիս ժամանակաշրջանը։ Օրինակ, երբ որ ես իմ առաջին գիրքը ստեղծում էի, այդ ժամանակ հենց համընկավ այն պահը, երբ որ դուրս եկավ արհեստական բանականությունը, այդպես եկավ մեր կյանք, դուրս եկավ մի քիչ սխալ ասել, որտեղ միշտ ա եղել արհեստական բանականությունը, բայց ավելի մեդիա կոնտենտի ստեղծման իմաստով հայտնվեց մեր կյանքում, ու ես ուղղակի հասկացա, որ սա շատ լավ մարքեթինգ է։ Բոլորը ասում էին, այս արհեստական բանականությունը գալու է բոլորիս կյանքը կործանի, հեսա գործերը կվերանան, մարդիկ կսկսեն տանը նստել ու իրենց փոխարեն AI-ը կանի ամեն ինչ, բայց ես հասկացա, որ սա շատ լավ միջոց է։ Գործիք է ընդամենը։ Այո, հրաշալի գործիք է, ու ես մտածի, որ կարելի է իմ գրքի կերպարներին բան անել, արտաքինը ստեղծել արհեստական բանականությամբ եւ իրենց տեղադրել համացանցում եւ ընթերցողներին հնարավորություն տալ, եթե դու ուզում ես իմանալ ես ոնց եմ որպես հեղինակ պատկերացրել այո, վիզուալիզացնել, կարող ես մտնել, ու դա շատ լավ աշխատեց։ Մարդիկ մտնում այդ էջով նայում էին հերոսներին, ու դա ոնց որ ստիպում էր, այսպես ստիպում էր, որ իրենք կարդալուց իրենց թվա թե ֆիլմ են նայում։ Դա շատ պատկերավոր էին արդեն պատկերացնում։ Սա շատ մեծ հաջողություն բերեց եւ ժամանակի ընթացքում, երբ որ ամենասկզբում միայն հնարավոր էր արհեստական բանականությամբ ստեղծել նկարներ, այսօր արդեն հնարավոր է ստեղծել նաև տեսանյութեր։ Եվ ես նույնպես սա համարեցի նվեր կյանքի ու ասացի, որ կարելի է սա լավ օգտագործել, ու իմ վերջի գրքի ամբողջական տրեյլերը մենք պատրաստեցինք արհեստական բանականությամբ, այսինքն մարդիկ նայում էին, ասում էին, այս ֆիլմը որտեղ կարող ենք նայել, եւ հենց ասում ենք, սա ֆիլմ չի, սա գիրք է, ու այդ մարդկանց այդ աժոտաժը, արձագանքները եւ այլն ստիպեցին, որ այս գիրքը շատ արագ հաջողության հասնի, քան առաջինն ու երկրորդը։ Այսինքն դու տեսնում ես գրքի տրեյլեր, լրիվ հոլիվուդյան ձևով նկարահանված, քեզ թվում է թե ֆիլմ է, բայց դա իրականում գիրք է։ Ես կարծում եմ, որ այսպիսի խնդիր կա մյուս գրողների մոտ, որ կարող են օգտվել ուղղակի ժամանակակից հնարավորություններից։ Թեկուզ եւ սոցիալական հարթակներում իրենց ակտիվությունից։ Այո, ուղղակի հիմա այն ժամանակաշրջանը չի, երբ որ դու կարող ես գրքիդ նկարը դնել Facebook-ում, վրան գումար միացնել ու ինքը սենց աշխատի։ Այդ արդեն հին են այդ մեթոդները։ Չնայած որ մի քանի տարի առաջ դրանք շատ ակտուալ էին, բայց հիմա արդեն հին են, պետքա նոր բան մտածել։ Ու մարքեթինգը ես այո իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ մարքեթինգը միշտ հաղթում է, բայց հաղթում է առաջին կետում։ Այսինքն եթե դու լավ մարքեթինգ անես, անպայման կօգտվեն։ Բայց եթե դա լավը չեղավ, ինչքան էլ մարքեթինգ անես, էլ չի շարունակվելու։ Հետևաբար ես իմ առաջին գիրքը լավ մարքեթինգ արեցի, ինքը աշխատեց, բայց քանի որ ինքը սիրվեց, ինքը լավն էր, ինքը դուր եկավ մարդկանց։ Հետո ես ինչքան էլ մարքեթինգ անեի, դա չէր աշխատելու, եթե իմ առաջին գիրքը չսիրվեր մարդկանց կողմից։ Քանի որ իմ առաջին գրքի շնորհանդեսին եկել էր մոտավորապես 700 մարդ, եւ 1 տարի հետո, երբ որ եղավ երկրորդ գրքի շնորհանդեսը, այդ 1 տարվա ընթացքում այնքան էր շատացել այդ քանակը, որ մենք պատկերացում անգամ չունեինք, եւ երկրորդ շնորհանդեսին եկավ 5000 մարդ։ Այսինքն 5 անգամ մոտավորապես, մի քիչ էլ ավել, աճեց այդ թիվը, որը շատ անսպասելի էր։ Նույնիսկ մենք շնորհանդես արեցինք Մոսկվա կինոթատրոնում, իմանալով, ենթադրելով, որ մոտավորապես 1500 մարդ կգա, բայց եկավ 4000-ից ավել մարդ ու մեր շնորհանդեսը ձախողվեց, մարդիկ մնացին դրսում, մենք չկարողացանք իրենց ներս ընդունել, ու այդ շնորհանդեսը պատճառ դարձավ, քանի որ լիքը բողոքներ եղան, որ այս ոնց էր կազմակերպված, եւ մենք շատ ուրախ ենք իհարկե, որ դա տեղի ունեցավ, քանի որ այդքան մեծ քանակություն գրքի համար մենք չէինք սպասում, ուստի դա դարձավ պատճառ, որ մենք այդ նույն շնորհանդեսը մի հատ էլ անենք Համալիրում։ Այսպես։ Ինչպիսի ֆիդբեքեր կան երրորդի հետ կապված։ Շատ լավ, շատ ընդհանրապես ես միշտ ասում եմ, որ ցանկացած ֆիլմի կամ գրքի երկրորդ անելը շատ ռիսկային է, քանի որ
մեծամասամբ վատն է լինում, քան Ձախողվում, առաջինը։ մեծամասամբ։ Նույնիսկ ամենահայտնի Հարի Փոթերը աշխարհում ավելի շատ վաճառվել է առաջի գիրքը, քան երկրորդը, ավելի շատ դիտվել է առաջի ֆիլմը, քան երկրորդը։ Եվ շատ դեպքերում է մի հատ լավ օրինակ կա, որ միշտ ասում եմ, դա Terminator-ն է, որ երկրորդը շատ ուժեղ էր առաջինը։ Շատ քիչ է լինում այդպես նման դեպքեր եւ գրքերի դեպքում եւ ֆիլմերի, բայց այս գիրքը նույնիսկ շատ է գալիս ֆիդբեքը, որ ավելի լավն էր, քան առաջինը։ Այո, երկրորդ մասը ավելի լավն էր, քան առաջինը։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ ստացված էր։ Քանի որ այս երկար ժամանակ իզնից ընթերցողները պահանջում էին առաջին գրքի շարունակությունը գրել, եւ ես այդպես չգիտեի ինչ պետքա գրեմ, որ ինքը գոնե չզիջի առաջինին։ Բայց ի վերջո եկավ այդ գաղափարը, ես դա հանձնեցի թղթին կամ էկրանին, այս դեպքում որտեղ համակարգչով եմ գրում։ Եվ հիմա արդեն ստացվեց, որ շատ է սիրվել։ Կարծում եմ ես գոհ եմ նրանից, ինչ արել եմ։ Իսկ երբ առաջինը գրում էիր, պատկերացում ուներ, որ հնարավոր է երկրորդը Չէ, լինել։ բացարձակ։ Ինչու եմ ասում, որովհետև եթե դու չես թողնում որպես հեղինակ այդ վերջում այդ հնարավորությունը, հետո այդտեղից շարունակությունը պատկերացնել եւ հորինել շատ ավելի բարդ է։ Լինում է, որ ի սկզբանե գիտեն, որ լինելու է շարունակություն եւ այդպես էլ ավարտում են, բայց այս դեպքում Իմ մտքում ստացվում է շատ բացարձակապես չկար, ընդհանրապես ուղղակի միստիկ ժանրի շատ բնորոշ է, որ ինքը ասես կիսատ է ավարտվում։ Թեկուզ հենց Օստրով Պրոկլետիխը, որ խոսեցինք, որ անավարտ բան է մնում։ Իմ առաջին գրքի վերջում էլ այդպեսի անավարտ բան կար ու եթե նույնիսկ շարունակեի, ինքը գիրքը միևնույնն է ամբողջական էր լինելու։ Կար այնտեղ մի հատ ավարտ, որը թողնված է ընթերցողի երևակայությանը կամ մտքին, թե ինքը ոնց կպատկերացնի։ Ես ինքս էլ որպես հեղինակ չգիտեի, թե դրանից հետո ինչ է լինում այդ հերոսների հետ։ Սա շատ բնորոշ է ժանրին, դրա համար էլ չունեի որևէ գաղափար, որ մի օր երկրորդն էլ կգրեմ, բայց ընթերցողները այնքան ճնշեցին, այնքան էին գրում, հետո ինչ է լինում, խնդրում ենք ասա բան, ասում եմ ես էլ չգիտեմ, ժողովուրդ ջան, եւ մինչեւ չիմանամ, իմ մեջ չհավատամ այն գաղափարին, թե ինչ է լինում իրենց հետ, ու ես հասկանամ, որ դա պետքա ձեզ փոխանցեմ, դա չեմ գրելու, ու մոտավորապես 7-8 ամիս հետո նոր սկսել եմ գրել առաջին գրքի երկրորդ գիրքը դուրս եկավ, նոր դրանից 8 ամիս հետո սկսել եմ գրել, եթե այսինքն համեմատենք առաջին իմ վերջին գիրքը, որը հանդիսանում է առաջին գրքի շարունակությունը, դուրս է եկել առաջին գրքի հրատարակումից մոտ 2 տարի հետո։ Այսինքն մոտ 2 տարի պահանջվել է, որ հասկանամ ինչի մասին կարելի է շարունակել այդ պատմությունը։ Իսկ այդ գրելու ինձ այնքան հետաքրքիր է հենց այդ գրելու բում process-ը, երբ start ես տալիս, հա, արդեն նոր գիրքը գրելուն։ Դու այդ շրջանում դա բավականին երկար շրջան է, ամիսներ են, չէ՞, կարծում եմ։ Մոտավորապես 1 տարի ամբողջ։ Մոտավորապես 1 տարի։ Դու ինչ որ չափով իզոլացվում ես աշխարհից, թե ամեն դեպքում չես կարող որպես ժամանակակից մարդ եւ պետք է ամեն ինչ համատեղես։ Առաջին տպավորությունն է նա, որ ընդհանրապես երևի իհարկե տարածված է շատերի մոտ, որ աղմուկի մեջ կամ ինչ որ մարդկանց մեջ, ինչ որ միջավայրներում հնարավոր չի ինչ որ բան ստեղծագործել, բայց բարեբախտաբար իմ մոտ տենց չի։ Ես նույնիսկ երաժշտություն եմ կարողանում գրել աղմուկի մեջ, ես նույնիսկ շատ հաճախ իմ գիրքը գրելուց եղել է, որ ինչ որ գնացել եմ ինչ որ սրճարան, որտեղ լիքը մարդ կա, բայց ես կարողանում եմ կենտրոնանալ դրա վրա ու գրել։ Այո, մեծամասամբ մարդկանց մոտ ինչ որ բան ստեղծագործելիս, հատկապես արվեստի մարդկանց մոտ մենակության անհրաժեշտություն է լինում, բայց ինձ մոտ բարեբախտաբար դա չի լինում, ցանկալի է, բայց պարտադիր չի։ Բայց հաճախ լինում է, գնում եմ օրինակ Դսեղ, իմ ամենասիրելի վայրն է Հայաստանում, գնում եմ Դսեղում եմ գրում, գնում եմ օրինակ Վանականներն են գաղտնի գիրքը, քանի որ հոգևոր թեմայով էր, գնում եմ իմ ամենասիրելի վանքի Բաքում էի գրում, Սաղմոս ավանքի մասին է խոսքը, այնտեղ էի նստում գրում։ Բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ նաև, այսպես ասած, ֆորս մաժորային տեղերում ստեղծագործել, ինչը միայն մեծացնում է պրոդուկտիվությունը։ Թե չէ անդադ ճիշտ եք ասում, որ լիքը բան կա ուրիշ անելու բացի գրելը, եթե այդքանը թողնեի ու գնայի մենակ գրելը անեի, այստեղ լիքը բան կտուժեր, իսկ ես նաև զբաղվում եմ վիդեոբլոգինգով, սցենարով, երաժշտությամբ ու դրանք էլ համարյա հավասարաչափ սիրում եմ, ինչպես գրելը, չեմ կարող իրենց թողնել ստվերում գնալ միայն մի բանով զբաղվել ու ստացվում է դեռևս համատեղել։
Բայց ամեն դեպքում ժամանակի հետ խնդիր չունես, օրինակ որ ժամկետների մեջ չտեղավորվես եւ այս օրը պետք է ավարտել եւ պայմանագիր կա, որ այս խնդիրը չկա, չէ՞, ամեն դեպքում ազատ է ստեղծագործողը։ Ազատ է, իհարկե ցանկալի է տարին մեկ մի գիրք թողարկել, սա շատ լավ ժամանակահատված է գիրք գրելու համար, ընդհանրապես եթե նայում ենք ներկայիս ժամանակակից գրողների միջազգային փորձը, իրենք էլ հիմնականում 1-ից 2 տարին մեկ գիրք են թողարկում, ինչեր նախորդ ժամանակներում, այսինքն ինչեր անցյալում ավելի հազվադեպ գիրք թողարկել ավելի երկար տևում, որտեղ մարդու կյանքում իրադարձությունները քիչ էին ավելի։ Ոչ միայն, այլ տեխնիկապես դա շատ դժվար, որտեղ մարդիկ գրիչով էին գրում կամ տպիչով, թեկուզ հենց Ագաթա Քրիստին ինքը մեքենայով էր գրում ու դա բնականաբար շատ էր դանդաղեցնում այդ process-ը։ Վաղուց կան շշուկներ եւ այլևս շշուկներ չեն, որ թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա առաջին գրքի հիման վրա նախատեսվում է ֆիլմ։ Եվ այս առումով սարսափ ֆիլմն էլ մեզ մոտ տարածված երևույթ չէ, կարելի ասել առաջիններից մեկն է լինելու, ինչպես ծնվեց ֆիլմ անելու գաղափարը։ Էլի ծնվելա ընթերցողների ճնշման արդյունքում, որովհետև եթե չեմ չափազանցնի, եթե ասեմ 10-ից 8-ը գրում էին, որ ոնց որ ֆիլմ նայենք, գիրքը կարդալուց, խնդրում ենք ֆիլմը նկարեք, եւ մենք ասացինք, սա շատ մեծ հիմք է, մեծ պատճառ է, շարժառիթ է, որպեսզի մենք նկարահանենք այս ժանրով ֆիլմ, քանի որ ռիսկային է այս ժանրում Հայաստանում ֆիլմ նկարելը, չունենք նման փորձ ու պետք է կարողանանք այնպիսի ֆիլմ նկարել, որ մարդիկ գոհ մնան։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչպես գիրքը իր ժանրով առաջինն էր եւ ունեցավ հաջողություն, այնպես էլ ֆիլմը իր ժանրով առաջինն է ու ունենա հաջողություն։ Ինչպիսի կանխազգացումներ ունես։ Լավ իրականում, շատ դրական, դրա պատճառը գրքի արձագանքներն են, այսինքն ժանրը որպես այդպեսի մի կողմ դնենք այն ինչը ես գրել եմ, ժանրը սիրվել է։ Մնում է այդ ժանրում լավ ֆիլմ ստանալը եւ ես այն թիմը, որը հավաքվել է ֆիլմի շուրջ, ես հավատում եմ այդ թիմին ու կարծում եմ կարողանանք լավ բան ստանալ։ Դերասանական կազմը եւ նկարահանող կազմը արդեն ամբողջությամբ ընտրված է։ Նկարահանող անձնակազմը, այո, դերասանական անձնակազմի մասով ունենք դե գրքում կա 19 կերպար, որից 16-ին արդեն հաստատել ենք, մնացել է 3 կերպար հաստատենք, բայց հունիսի 22-ից, այս չգիտեմ երբ է եթեր գնալու այս հաղորդումը, միգուցե դրանից հետո արդեն իսկ սկսելու ենք մենք հենց գրքի էջով, որը գիրքը ունի առանձին պաշտոնական էջ, սկսելու ենք հերթով մարդկանց տեղեկացնել, թե ովքեր են լինելու դերակատարները։ Եվ ինչպես են նախապատրաստական աշխատանքները, որտեղ են գնում, արդեն կարծում եմ տեղ են ունենում, չէ՞։ Այո, մենք երևի արդեն մոտ 2 տարի աշխատում ենք այս ֆիլմի վրա։ Արդեն 2 տարի։ Այսինքն նախապատրաստական աշխատանքները 2 տարի տևել են։ Մենք մոտ սկզբում բաց կաստինգ հայտարարեցինք ու մոտավորապես 4000 մարդ մասնակցեց, այդքանից կաստինգ անելը մի հատ ահավոր պատմություն էր։ Մի քանի փուլով կաստինգ արեցինք, եթե չեմ սխալվում, մոտ 6-ից 7 անգամ, այսպես ասած, զտելով կարողացանք ընտրել մեր ուզած մարդկանց ու սցենարը գրեցինք այդ ընթացքում, թիմը ընտրեցինք, նաև ընթացքում տարբեր ռեժիսորների հետ աշխատեցինք, ի վերջո եկանք ինչ-որ ընդհանուր եզրահանգման կոնկրետ այն ռեժիսորների հետ, որոնց հետ աշխատելու ենք ու այսպես մնացել է թերևս միայն նկարահանումները։ Մենք արդեն այն փուլում ենք, որ ընտրում ենք թե որտեղ ենք նկարելու, գնում ենք լորի, տարբեր տեղեր, քանի որ գրքի դեպքերը լորիում են տեղի ունենում, մոտավորապես այն լոկացիաներն ենք փորձում գտնել, որոնք հենց գրքում են նկարագրված, որպեսզի նման լինեն, եւ եթե ամեն ինչ լավ գնա, մենք հուլիսի վերջ արդեն կսկսենք նկարահանումները։ Իսկ հայտնի դերասաններ կան։ Այո, գլխավոր դերում հենց Արտուր Դարփինյանն է, Ամերիկայում բնակվող հայազգի դերասան, ով շատ հոլիվուդյան ֆիլմերում է նկարվել, Stranger Things-ում, X-Men-ում, նույնիսկ Մստիցելի հայտնի սուպերհերոսների մասին ֆիլմ, երևի բոլոր երիտասարդներն ու պատանիները գիտեն այդ ֆիլմը, այնտեղ նույնիսկ էպիզոդիկ դեր ունի, շատ մեծ բեքգրաունդ ունի Արտուր Դարփինյանը ու բացի դա իր եւ ձայնը եւ արտաքինը շատ հենց կարծում եմ ընտիր միստիկ ժանրի համար նախատեսված
նախատեսված համապատասխան արտաքին ունի եւ ձայնային տվյալներ ու իր դերասանական խաղը շատ եմ հավանում եւ կարծում եմ մենք իրենից կստանանք հենց այն կերպարը, որը ինքը մարմնավորել է, նաեւ մոռացա ասեմ, հա դեմքով էլ է շատ նման այդ կերպարին, ում ես նկարագրել եմ գրքում։ Ունենք նաեւ այլ հայտնի դերասաններ, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ մենք այտենց մեդիա արշավ ունենք գրաֆիկով, որպեսզի հերթով բացվեն։ Իսկ ինձ հետաքրքիր է քասթինգը դու ես անում, թե դու անում ես ռեժիսորների հետ։ Չէ, բայց դու պետք է անպայման համաձայն լինես։ Ընդհակառակը, ես ինչ որ առաջարկում եմ, ռեժիսորը պետք է համաձայնի։ Ռեժիսորի խոսքը դրված է մեզ մոտ ամենավերևում, փորձում ենք պրոֆեսիոնալ ձևով մոտենալ, ինչքան էլ թեկուզ հենց հիմա աշխարհում Հարի Փոթերի սերիալն է նկարահանվում եւ այնտեղ J.K. Rowling ով գրքերի հեղինակն է, որպես այդպիսին խոսք հաստատման հնարավորություն չունի։ Ու այս պահին հենց Severus Snape-ի դերակատարի հետ կապված, որ Սևամորթ են ընտրել, շատ մեծ աղմուկ է ամբողջ համացանցում ու աշխարհում, հեղինակը ասում է եկեք փոխենք, HBO-ն, որը նկարահանում է սերիալը, ասում է կներեք, չենք կարող։ Ու այստեղ այսպեսի խնդիր է առաջացել, բայց մեր դեպքում դուք ունեք նման տարաձայնություններ։ Տարաձայնություններ իհարկե լինում են, բայց վերջին խոսքը ռեժիսորին է, ռեժիսորը եթե ասեց այո, մենք հաստատում ենք, եթե ասեց մեզ ինձ եւ գրքի խմբագրին էլ է process-ի մեջ, եթե շատ դուրգ է կերպարը, բայց ռեժիսորը ասի չէ, ինքը չեն կարող, մենք ասում ենք, всё, ոնց ասես։ Երբ կտեսնենք վերջապես ֆիլմը էկրաններին։ Եթե ֆորս մաժորներ չլինեն, եթե ամեն ինչ լավ գնային ժամկետներում նկարահանենք, որը նախատեսել ենք, ֆիլմը նոյեմբերի վերջ թերևս կունենանք։ Եվ վերջին հարցս, որ տալիս եմ բոլոր հյուրերիս, իմունիտետ ինչի հանդեպ չունես։ Լավ հարց է, պետք է մի քիչ մտածել։ Եթե մի քիչ պարզ պատասխանեմ, ցրտի, շատ մրսկան եմ, բայց եթե ավելի գաղափարապես փորձեմ պատասխանել, իմունիտետ երևի թե չունեմ, այն չեմ ուզում շաբլոն ձևով պատասխանել, երբ որ ասում են կեղծավորության հանդեպ, կամ ասում են ինչն է ամենաշատը ատում մարդու մեջ, ասում են դավաճանությունը սուտը, սես բաներով չեմ ուզում պատասխանել, բայց ես չեմ կարողանում շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ շփվելիս զգում եմ, որ անկեղծ չեն։ Այսինքն իմ շրջապատի մարդկանց մասին է խոսքը։ Շատ առաջին ծանոթությունը, երկրորդ շփումը եւ այլն, սրանք շատ միանշանակ չեն եւ դրանից հետո երբ որ զգում եմ, որ ինչ որ տեղերում անկեղծ չեն այդ մարդիկ, բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, մտերիմներ, որոնց հետ ուղակի դադարեցրել եմ շփումը կամ ինտենսիվությունը նվազեցրել եմ, քանի որ զգացել եմ, որ այդ մարդիկ անկեղծ չեն կամ իմացել եմ ուրիշի մոտ իմ մասին ինչ-որ բան են խոսել։ Այդ երևի ամենամեծ բանն է, որը ստիպում է ինձ մարդուց հիասթափվել։ Նույնիսկ սուտը կարծում եմ հնարավոր է իմ դեպքում ներել, բայց անկեղծ չլինելը, չնայած այդ էլ է ստի տեսակ, իզնից թաքուն ինչ-որ մի բան անելը, սա կարծում եմ ամենամեծ բացասական երևույթն է, որի հանդեպ իմունիտետ չունեմ։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ էիր իմ տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։